Գյումրիում ստեղծվել է առաջին ներառականության պատը հավասարության, մարդու իրավունքների և ներառականության վերաբերյալ ուղերձներով։ Պատի սալիկները փակցրել են ինչպես հաշմանդամություն ունեցողները, այնպես էլ պետական կառավարման, կրթական, մշակութային և այլ ոլորտների ներկայացուցիչներ, այդ կերպ պատրաստակամություն հայտնելով միասին նպաստելու ներառականության և հավասար հնարավորությունների զարգացմանը։ Նախաձեռնությունը ագաթ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կենտրոնինն է։ Կարինե Գրիգորյանի խոսքով ընտրել են քաղաքի ծայրամասային թաղամասերից մեկը, ընդգծելու, որ ներառականությունը պետք է հասնի յուրաքանչյուր համայնք ու փողոց։ Այսօր մենք ստեղծում ենք ներառականության պատ, ինչի համար է դա անչափ կարևոր, որովհետև մենք ուզում ենք ցույց տալ մեր հասարակությանը, մեր համայնքին, որ ներառականությունը դա չի վերաբերում ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց, ներառման կարիք ունենք բոլորս, մեր տեղահանվածները, մեր հյուրերը, այսինքն ներառականությունը դա պետք է դառնա մշակույթ մեր երկրում։ Պատը երկլեզու է, հայերեն և անգլերեն, կան նաև սալիկներ, որոնցում ասելիքը ժեստերի լեզվով է։ Գերմաներեն, վրացերեն և մոլդովերեն մեկական սալիկներ փակցրին փորձի փոխանակման և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության տարածաշրջանային կոալիցիայի ստեղծման նպատակով Հայաստան ժամանած Գերմանիայի, Մոլդովայի, Վրաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Մեր գործընկերների հրավերով ենք Հայաստանում։ Երկար տարիներ աշխատում ենք միասին, պաշտպանելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները։ Սա կարևոր նախաձեռնություն է ընդգծելու, որ բոլոր մարդիկ պետք է ներգրավված լինեն հանրային կյանքում։ Մեծ պատիվ է լինել այստեղ և ներդրում ունենալ տարածաշրջանային նոր կոալիցիայի ձևավորման գործում։ Միասին հանուն ներառականության ծրագրով նման ակցիաներ իրականացվելու են նաև Վրաստանում և Մոլդովայում, բարձրացնելու հաշմանդամություն ունեցող անձանց ներուժի վերաբերյալ իրազեկվածությունը։ Պատիվ ունեմ լինել այստեղ ձեզ հետ, շատ տպավորված եմ։ Մարդիկ, որոնք ունեն սահմանափակումներ, ամեն օր նույնն են ասում, որ ուզում են ընդունված և ներառված լինել։ Գյումրու ներառականության պատը համայնքային ուղերձ հիշեցում է, որ հավասար հնարավորություններ պետք է լինեն հանրային բոլոր ոլորտներում, ասում են կազմակերպիչները։ Կրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։